Առավոտը հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները պոլիտիկայի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն մեծ հավանականությամբ ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան, քաղպայմանագրին զրկելով մանդատների 3/5-ից, այսինքն սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ընդդիմությանը մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին եւ ՔՊ ըստ էության կաղ բադիկի իշխանություն է հիշեցնելու, բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձևավորվել, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ բարիկադներ են կազմվել եւ իրար դեմ են պայքարում, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Բնականաբար ամենաթեժ մարտերը մղվում են ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար, ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։ Օրեր առաջ գրել էինք, որ մի խումբ ԿՊԱ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ԿՊ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ ճամբարափող Հայկ Կոնջորյանին։ Դրանք այդ մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել նրանից ազատվելու համար, սակայն երեք Ալեն Սիմոնյանի կողմնակիցները մեզ վստահեցնում էին, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա, չնայած ԿՊ ընտրացուցակներում ընդամենը 14-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Կոնջորյանը 11-րդն էր։ Ալեն Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին, ասելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։ Ես չգիտեմ Ալեն Սիմոնյանը ինչա վաստակել, ինչ չէ, բայց այստեղ մի քանի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն կա, քանի որ թերթերը սովորաբար թերթերի հոդվածները պատրաստում են նախորդ օրվա ավարտից շուտ, որպեսզի տպարան գնան, այստեղ հոդվածագիրը ամենայն հավանականությամբ տեղյակ չի եղել, որ ԲՀԿ-ի դեմ նոր գործընթաց է գնում, երկու ընտրատեղամասի քվեարկությունը անվավեր է ճանաչվել, որտեղ ԲՀԿ-ն կարծեք թե 280-ին մոտ ձայն էր ստացել եւ մի կարևոր ճշգրտում ցանկացած դեպքում քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնությունը։ Սահմանադրական մեծամասնությունը ոչ թե 3/5-րդ է, այլ 2/3-ը, որը եթե անգամ ԲՀԿ-ն չի անցնում, էլի քաղաքացիական պայմանագիրը չի ունենում եւ որևէ պարագայում չի կարող ունենալ, իհարկե, եթե անասնագողության իրենց այսպես սովորույթին թարգը տված լինեն։ Հրապարակ թերթը գրում է. հունիսի 2-ին Արթիկում հենց համայնքապետարանի շենքի առջև ԿՊԱ-ականները, այդ թվում պատգամավորության թեկնածուի որդին դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին, խոսքն Արթիկի համայնքապետարանի գովազդային բաժնի պետ Արտակ Գրիգորյանի ընտանիքի մասին է։ Գրիգորյանի կինը Ժաննա Ասատրյանը ԿՊ ցուցակով թեկնածու է, իսկ ծեծի գլխավոր կազմակերպիչը եղել է նրա որդին Սիփան Գրիգորյանը։ Քանի որ դեպքը տեսագրվել էր եւ մեծ աղմուկ էր բարձրացրել, ուստի իրավապահները պետք է ինչ-որ կերպ արձագանքեին, բայց այլ ելք են գտել։ Մեր տեղեկություններով Սիփան Գրիգորյանը հոր Արտակ Գրիգորյանի եւ հորեղբոր հետ գնացել է Հակոբ Հարությունյանի մոտ ներեգություն խնդրել, տուժողը տեղի է տվել եւ հետ վերցրել բողոքը։ Մեզ այդ զրույցում Հակոբ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը։ Հարևանությամբ ենք ապրում, նույն հողի ջուրի մարդիկ ենք, եկել էին, ասացին, որ ջղայնացել էին, չէին ուզի, որ նման բան լիներ, բացատրեցին, որ միջադեպը քաղաքական հողի վրա չի եղել, ուղղակի անցնելուց մտածել են, որ մեքենայի մեջ նստած իրենց եմ նկարում, կողքից ասել են, որ իբր ռեպլիկ եմ թողել, բայց իրականում նման բան չկար։ Իհարկե, շատ հետաքրքիր զարգացումներ է, մարդիկ ուղղակի կողքով անցնելուց ծեծել են, ուրիշ բան չեն արել, այնպես որ քաղաքացին ներել է նրանց այս հանցագործությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մասիսում ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների եւ հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր, սակայն նախաքննական մարմինը դեռ չի շտապում մեղադրյալների հարցում։ Մեզ հայտնի է դարձել, որ քննչական կոմիտե են հրավիրվել եւ հարցաքննվել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, ինչպես նաեւ միջադեպի մյուս մասնակիցները, այնուամենայնիվ նախաքննական մարմինը ըստ ամենայնի կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերում գործի քննության ընթացքում։ 2026 թվականի հունիսի 2-ին Մասիս համայնքում մի խումբ անձինք խոչընդոտել էին ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական քարոզարշավը, տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հարվածներ հասցնում եւ քաշքշում քաղաքական ուժի ներկայացուցիչներին, հարվածների է ենթարկվում նաեւ հղի կին։
Գիտեք, այս միջադեպով սրանից առաջ Հայաստան Դաշնքի աջակցի միջադեպով ակնհայտորեն բացատրվում է, հա, այն իրավիճակը, որ կա Հայաստանում, եւ բացատրվում է, թե ինչու են հաճախ անարդար համարվում այն ձայնագրությունները, որոնք հրապարակվում են, հա, ընտրակաշառքի մասին կամ այլ հանցագործությունների մասին ենթադրյալ, այո, ընտրակաշառք եւ ցանկացած հանցագործություն անթույլատրելի եւ անընդունելի է, բայց դրանք այնքանով են անլուրջ եւ այնքանով են անվստահելի, որ նույն գործողությունները չեն արվում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների նկատմամբ։ Պատկերացնում եք ինչ կլիներ, եթե որևէ ընդդիմադիր բռնությամբ խոչընդոտեր իշխանության քարոզարշավը։ Տաշիրում օրինակ եղավ առանց բռնության, ուղղակի խմբերը իրար հանդիպել էին եւ Սուրեն Պապիկյանը հնարավորություն չէր ունեցել Զորավար Սուրենը առաջ շարժվելու, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին, մեղադրանք առաջադրվեց այդ մարդկանց, չեմ պնդում, բայց կարծեք թե նաև եղան կալանավորվածներ, բայց մյուս դեպքում, երբ ընդդիմության նկատմամբ նման բռնություն է գործադրվում, այդ մարդիկ անպատիժ են մնում։ Սա հենց այսպիսի վերաբերմունքը տարբերակված վերաբերմունքն է քանդում պետական ինստիտուտը։ Այսպիսի տարբերակված վերաբերմունքն է, որ իրավապահ համակարգը դարձնում է օրվա իշխանության մարտական շուն։ Սա իրավիճակ է, որ եղել է նաև նախկինում, ցավոք սրտի, բայց գիտեք, սրանք այնքան լկտիություն ունեն, որ նույն գործիքներն օգտագործում են, բայց ասում են մենք ժողովրդավար ենք։ Կամ ասում են, այ հիշում եք նախկինների ժամանակը, ինչ եղել էր նախկինների ժամանակ, հիմա դուք կրկնում եք, հաճախ նաև ավելի այլանդակ դրսևորումներով։ Իրավապահ համակարգը շարունակում է ներողություն արտահայտության համար շան պես ծառայել քաղաքական իշխանությանը։ Երբ հղի կնոջ են ծեծում, չկան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, երբ ուղղակի ճանապարհ են փակում, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Այստեղից է գալիս անվստահությունը ամբողջ իրավապահ կոչված համակարգի նկատմամբ։ Ուրիշ բան չկա այստեղ ավելացնելու իհարկե։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը պարզել է, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ֆուտբոլի եւ ֆուտզալի ազգային հավաքականներում ընդգրկված մի շարք մարզիկների տրամադրել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում։ Նախագծի համաձայն տարկետում կտրամադրվի 2026 թվականի ամառային զորակոչից մինչև 2028 թվականի ամառային զորակոչը, իսկ որոշ դեպքերում մինչև 26 տարին լրանալը։ Այն վերաբերում է Հայաստանի մինչև 21 եւ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականների, ինչպես նաև ֆուտզալի ազգային հավաքականի մարզիկներին։ Փաստաթղթերում նշվում է, որ որոշման հիմքում մարզային պատրաստության շարունակականության ապահովման անհրաժեշտությունն է, ըստ հիմնավորման պատանեկան եւ երիտասարդական տարիքում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների համար պարտադիր զինվորական ծառայությունը կարող է խաթարել մարզական առաջընթացը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը պարզեց, որ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից ստեղծված խաղողի արժեթղթերի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը փոխանցել պետական կառավարման համակարգին էկոնոմիկայի նախարարությանը։ Նախագծի համաձայն համակարգը պետությանը փոխանցվելու է նվիրատվության կարգով եւ ներառելու է ոչ միայն ծրագրային ապահովում, այլ նաեւ դրա նկատմամբ բոլոր բացառիկ գույքային իրավունքները։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնաարդյունքները եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են առաջնորդվելու ընտրությունների արդյունքներով այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ԿՊ-ի համար բարձր տոկոսներ չեն խփել, պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։ Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբերի ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում։ Հիմա նրանց պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ԿՊ-ի թվերից։ ԿՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա, Շիրակի թվերից։ Դեմոկրատ Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդել, այլև վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տերորի չենթարկած պաշտոնյաներին պատժել։ Հրապարակ թերթը գրում է.
Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ 1 հարցը շարունակում է մնալ մանդատներ վերցնել չվերցնելու հարցը։ Ճիշտ է, երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում կողմ են մանդատները վերցնելուն, հատկապես եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։ Մեզ ասացին, որ մինչ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել։ Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա падգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ Նարեկ Կարապետյանի եւ հատուկետ անձանց։ Падգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ։ Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքում էլ հակված են օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից, վերցնելով մանդատները։ Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի։ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Հայաստան խմբակցության նախկին անդամ ԲՀԿ-ի падգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում։ Քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են, վարույթը կապված է լրտեսության պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։ Սպուտնիկ Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։ Սա Փաշինյանի իշխանության իրական դեմքն է, եւ ընտրություններից հետո այդ դեմքը ավելի այլանդակ տեսք է ստացել, ռեպրեսիաները ավելի ուժեղանալու են, անկախ նրանից, որ ինքը 50- աջակցություն է ստացել, բայց կարողանում է պահել իշխանական լծակները իր ձեռքին, եւ ամեն անգամ, երբ Փաշինյանը կարողացել է իշխանական լծակներն իր ձեռքին պահել, առավել այլանդակ դրսևորումներ են ստացել իր գործողությունները, հիմա էլ ռեպրեսիաները շատ այլանդակ տեսք են ստանալու, այնպես որ սրան էլ պետք է պատրաստ լինի ընդդիմությունը եւ ունենա գործողությունների հստակ պլան, որպեսզի հետո հանկարծ անակնկալի չգա։ Լավ մնացեք, կհանդիպենք եկող շաբաթ։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48